մի քիչ առաջ խոստացա, այսօր Էդգար Ղազարյանի հետ քննարկելու ենք impeachment-ի գործընթացի եղելությունը, որպեսզի այս պահին ինչ հանդիպումներ են տեղի ունեցել, դրանք ինչ արդյունքի են հանգեցրել, երթը դեպի Մայրաթոր Սուրբ Էջմիածին շատ ակտիվ մասնակցություն է ունեցել այդ ամենին, Սամվել Կարապետյանի ձերբակալությունը, ապօրինի ձերբակալությունը, խորհրդավոր պլանի հրապարակումը Նիկոլ Փաշինյանի կողմից եւ եթե ժամանակ ունենանք, ինչպես նախորդ անգամ նաեւ ինչու՞ չէ միջազգային որոշակի խնդիրների հետ առնչվող հարցեր։ Մենք այնից սկսենք, պարոն Ղազարյան, որտեղ կարծում եմ շատ բան կա ասելու, դուք ինքներդ եք որոշում, որտեղից եք սկսում, սկզբից որ թեման, որտեղ Նիկոլը թույլ չի տալի, որ մենք այդ առումով պակաս բան ունենանք, միշտ նոր թեմաների առաջ քաշում, ես որ խնդրեմ, հանդիպումներից կարող եք սկսել, կարող եք հանդիպումներից դերևս սկսենք, որովհետև impeachment-ի մեր գործընթացը եկեք կանգնել է մի կետի վրա, որ արդեն պատիվ ունեմ խմբակցության նախաձեռնությունից հետո փաստորեն դեռևս նոր պատգամավորներ դրան չեն միանում։ Եվ չնայած այն բանին, որ Հայաստան խմբակցությունից ի սկզբանե ասել էին, որ իրենք պատրաստ են միանալու, բայց եկել է պահը, որ պետք է իրենք միանան այդ նախաձեռնությանը եւ ոչ միայն միանան, այլ նաեւ ջանքեր գործադրեն, որպեսզի այն իրականություն դառնա, եկեք կանգնել ենք այդ կետի վրա։ Ես չեմ դադարում իմ սկզբունքային դիրքերից որևէ զիջում անել եւ շարունակում եմ ազգային ժողովում հանդիպումների շարքը, որը որ հիմնականում տապալվում է, երբ որ պիտի հանդիպան կան քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավորներ, այսօր չի կայացել այդ հանդիպումը, ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյան այսօր ինձ չի ընդունել, միայն ինձ, մյուս քաղաքացիներին ընդունել, այսինքն վախենում են դրանք ինչ այդ շփումներից, եթե ՔՊԻ խմբակցության պատգամավորներ են, մի քանի հանդիպում է կայացել, որոնցից 3-4 Հայաստան խմբակցության պատգամավորների, մեկը խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Գեգամ Նազարյանի հետ։ Ու ասեմ ձեզ, որ Հայաստան խմբակցության այդ պատգամավորների հետ հանդիպումները չկայանալու պես մի բան են։ Օրինակ վերջին հանդիպումը ինձ համար ուղղակի շոկային էր։ Ասենք հանդիպման է եկել ազգային ժողովի մարդու իրավունքների եւ հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Հայաստան խմբակցության պատգամավոր Արեգնաս Մանուկյանը։ Իդեպ տիկինը այդ հանձնաժողովի անդամը այն ժամանակ էլ է հանձնաժողովի անդամ եղել, երբ որ ես առաջադրված եմ եղել մարդու իրավունքների պաշտպանի տեխնացու իրենց խմբակցության կողմից նաև։ Ես ՄԻՊ-ի տեխնացու առաջադրվել եմ Հայաստան եւ պատիվ ունեմ խմբակցությունների կողմից միաժամանակ համատեղ նիստով։ Եվ իրենց խմբակցության որոշումը, որ հիմա իրանք շատ դեպքերում մեզ փաստարկում են, չէ՞, որ մեր խմբակցությունը որոշում է կայացրել, մեր խմբակցությունը հայտարարություն է տարածել։ Իրենց խմբակցությունը որոշում էր կայացրել առաջադրելու իմ տեխնացությունը մի պաշտոնում։ Ու ինքը այդ նիստին չի եկել, որ մասնակցի։ Պատկերացնում եք։ Հայաստան խմբակցությունից մենակ ինքն է եղել հանձնաժողովի անդամ, մեկ էլ մի հատ մի հոգի էլ կար, որ այդ պայն Ամերիկայում էր գործողման էր։ Ինքը ֆիզիկապես չի եկել այդ հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրանց խմբակցության որոշումը պաշտպանելու նպատակով։ Ընդդիմությունից այդ նիստին եղել է միայն հանձնաժողովի նախագահ Թաքուի Թովմասյանը, որին էլ այդ նիստի պատճառով հետո պաշտոնից ազատել են այդ հանձնաժողովի նախագահի։ Ու ես իրեն խնդրում եմ, ասում եմ, քանի որ նախ առաջին, ասում եմ լրագրողներ կան ընդունարանում եւ ցանկանում են իրենք լուսաբանեն մեր հանդիպումը, ես դեմ չեմ, քանի որ անձնական խնդրով, այսինքն այդ դեպքում մենակ քաղաքացին պիտի դեմը լինի, էլի, որ լրագրողները ներկա գտնվեն, երբ որ խնդիրը ասենք անձնական է, չէ, մարդու կյանքին, ընտանիքին վերաբերող տեղեկություն հարցեր է բարձր։ Բայց ասում եմ, քանի որ իմ կողմից բարձրացվող հարցը անձնական բնույթի չի, այլ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, ասում եմ, ես դեմ չեմ, եթե դուք դեմ չեք, լրագրողները գան լուսաբանեն մեր
հանդիպումը, ով ինչպես կցանկանա, ով ուզում է ելույթ եթեր, ով ուզում է ռեպորտաժ պատրաստի, ու ինքը դեմ է արտահայտվում։ Գիտեք ով է դեմ արտահայտվում։ Մարդ, որի կենսագրությունը ծնված ունի 1, 2, 3, 4, 5, 6, 8 տող է, որից մեկը որ ամուսնացած է ունի 2 զավակ, մեկը որ ծնվել է 6 տող կենսագրություն ունեցող մարդը, որ ընդամենը ավարտել է Երևանի պետական համալսարանի ժուրնալիստիկայի ֆակուլտետը, աշխատել է 2009-13 թվականի 7 օր լրատվական վերլուծական կայքում որպես լրագրող 13 թվից կայքի խմբագիր ու դարձել է ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցության։ Всё, էս է իր կենսագրությունը։ Ծնվել է, դարձել է լրագրող ու պատգամավոր։ Ու լրագրողը դեմ է լրագրող պատգամավորը, որ իր հանդիպումը լուսաբանեն այլ լրագրողներ, հասկանում եք, մարդը ոնց կարա կյանքը նրան փոխի, դառածդ ինչա, ինչ ես դառել, որօրվա պատգամավորն ես դու, որ դեմ է լրագրողի մասնակցության այդ հանդիպմանը։ Հարցնում եմ ասել, բայց ինչի է դեմ։ Գիտեք ինչ է պատասխանում։ Ասում է, որ ես դեմ եմ քաղաքական շոուների, ես չեմ ուզում այս ամեն ինչը շոուի վերածվի, ես թույլ չեմ տա, որպեսզի շոու լինի։ Ասում եմ, ինչ շոու, ասում եմ, Տիկին Մանուկյան, ինչ շոուի մասին է խոսքը, ինչ քաղաքական շոուի մասին է խոսքը։ Դուք ազգային ժողովի պատգամավոր եք, ես քաղաքացի եմ, եկել եմ ձեր առջև հարց եմ ուզում ձեզ հետ քննարկեմ, որը վերաբերվում է ձեր որպես պատգամավորի սահմանադրական պարտականությունների կատարմանը։ Լրագրողներն էլ ուզում են դա լուսաբանեն, այսինքն ուզում են իմանան, թե ես ձեզ ինչ հարցեր եմ տալի, ինչ հարցեր եմ բարձրացնում, ոնց եմ դրանք ձևակերպում, դուք դրանց վերաբերյալ ինչ դիրքորոշում ունեք, դա ոչ թե ինչ շոուի մասին է խոսքը, ասում եմ դա հրապարակային գործունեության սկզբունք է, իսկ հրապարակայնությունը ցանկացած հանրային իշխանության մարմնի գործունեության սկզբունքներից է։ Տեսեք, ասենք, մենես հիմիկվա հաղորդումը դա ուղիղ եթեր է, ոնց որ ձեր լրատվականի հաղորդումների գերակշիռ մասը, չէ՞։ Սա հրապարակային գործունեության այն ամենավառ օրինակներից մեկն է, որ ուղիղ եթերում, չէ, միշտ ռիսկեր կան, չէ, ինչ զարգացումներ կարան են, ինչ միտք կարա հնչի, ինչ մարդը կարող է վատը զգա, չգիտեմ, մի բան ավելացի, նաև խոսքի պատասխանատվությունն է, չէ՞, մեծ, ասենք, եթե հիմա մենք իմանայինք, որ մոնտաժով կարա լինի հաղորդումը, կարաս մի միտք սխալ ձևակերպես, թող խնդրես ասես, գիտես, ես ոնց որ թե մի բանը սխալ ասեցի, ավել ասեցի, կամ խնդրում եմ էսի հանենք, չէ՞, բայց ուղիղ եթերում պատասխանատվությունը խոսքի ավելի է մեծանում։ Եվ սա հրապարակայնության սկզբունք է, այսինքն ովքեր որ պարզ գնում են ուղիղ եթերի, հրապարակային, այն նաև հանրության նկատմամբ պատասխանատվության եւ վստահության դրսևորումը։ Հիմա ասում եմ դուք որպես պատգամավոր պիտի հրապարակային լինի, չէ՞ ձեր գործունեությունը, այսինքն ինչի եք վախենում դուք լրագրող, ինչի ես վախենում մամուլից, քո լրագրող գործընկերներից։ 5 տարի առաջ դու ինքդ էիր լրագրող։ Ասում եմ չէ դա լավ ասում եմ։ Դե լավ, հիմա օրինակ հարցնում եմ Հայաստան դաշին պատգամավորական խմբակցության առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։ Ինչու է Արեգնազ Մանուկյանին ներառել իր ցուցակում այս կենսագրության։ Այս կենսագրության համարներում է։ Ոնց է պատգամավոր է դառը։ Այսինքն 28 հոգի են ընտրվել, մեկը հիմա հասկանում եք ցուցակը ոնց է կազմվում։ Բայց սա օրինակ այս աղջիկա պատգամավոր լինելու քաղաքական պատասխանատվությունը ով է կրում։ Ռոբերտ Քոչարյանը։ Բա հետո, ո՞ց պիտի կրի իր պատասխանատվությունը։ Բայց այն մարդ է, մեր հասարակության մեջից ահ պատգամավոր է, ասում։ 10 միլիոն մարդ աշխարհում հայ է ապրում։ Դրանցից 3 միլիոնը իրանց կազմից ընդամենը պիտի 107 հոգի ընտրեն, 101։ Հա, կարող փոխվի դառնա 107։ Որոնց ընդունած օրենքներով, կարգերով մնացած բոլորս ապրենք։ Ու այդ 107-ից մեկը ինքն է։ Խայտարակություն, սա խայտարակություն է, հասկանում եք։ Բարակ մեկի անմտությունները, որ խայտարակություն չի։ Ու մենք մինչև հիմա վստահել ենք, ասել ենք, որ իբր էսի ընդդիմադիրներ են, իբր իրանք լիկոլի դեմ պայքարում են, մենք իրանց ենք պատվիրակել, վստահել, որ պիտի իրանք այդ պայքարը տանեն։
ու իրանց հասցեին, իրանց գործունեությանը վերաբերյալ ինչ որ մի բան խոսալը, հիմա էլ կարող է մեկը լսի ասի, ինչի ես մեր ընդդիմադիրներին բան ասում, ընդդիմությունը ինչ ընդդիմություն։ Ինչ պատգամավոր։ Իրանք ոնց ընդդիմություն են։ Իրանք Նիկոլի հերացման գործընթացը համարում են քաղաքական շոու։ Այո։ Այն որում իրանց պաշտոնական պարտականությունների կատարման շրջանակներում։ Այսինքն որ ինքը եւ պատգամավորը նաեւ մինչեւ այդ իր հարցադրումները impeachment իրան խնդրում եմ ասում եմ քանի որ դուք ընդունալության եք եկել ձեր հանձնաժողովի անունից ոչ թե անհատապես էլ այսինքն եկել եք որպես հանձնաժողովի ընդունելություն ձեր հանձնաժողովի ասում եմ նախագահի պաշտոնակատարը նա Ռուստամ Բաքոյանը ինձ ձեր հանձնաժողովի նիստում որպես մի տեխնացու վիրավորել է զրպարտություն արել դատարանի կողմից պարտավոր է ներողություն խնդրի եւ ինձ գումար վճարի Չիան դատանի որոշում չի կատարում, գիտեք, չէ՞։ Հարկադիր կատարման ծառայությունը վարույթ է նախաձեռնել Ռուստամ Բաքոյանի դեմ։ Դատանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու համար։ Հիմա ասում եմ տիկին Արեգնաս, ձեր հանձնաժողովի նախագահին խնդրում եմ առաջին նիստում այդ հարցը բարձրացրեք, որ ինքը մի մարդ է, մի պաշտոնյա է, որը չի կատարում դատարանի վճիռ։ Ասում եմ ես ձեր պաշտալյոնը չեմ։ Ասում եմ բայց ես ձեզ չեմ դիմում որպես փոստատար էլի։ Նախ փոստատարը վատ բան չի, բայց ես իրեն չեմ դիմում որպես փոստատար։ Ես ասում եմ դուք հանձնաժողովի նիստում ձեզ չի անհանգստացնում, որ ձեր հանձնաժողովի նախագահը մի մարդ է, որը հանձնաժողովի նիստում վիրավորել է քաղաքացուն, դատարանը նրան պարտավորեցրել է ներողություն խնդրի, ինքը դատարանի վճիռ չի կատարում։ Դա քեզ չի անհանգստացնում, այսինքն պատրաստի նյութ է, չէ՞ որ հանձնաժողովի առաջիկա նիստում ինքը որպես հանձնաժողովի ընդդիմադիր, մթոմ ընդդիմադիր պատգամավոր այդ հարցը ներկայացնի որպես բարձրաձայնի, չէ՞։ Դա չեմ ասում, որ չպիտի սպասի հանձնաժողովի նիստի։ Չէ՞ ասում է, այդ ինչի մանած, ինքն չի Ռուստամ Բաքոյանին նեղություն պատճառի, էլի հանկարծ իր մասին մի բան ավել խոսացի։ Գործուղման չի տանի հետը Եվրոպա։ Իսկ չգիտեմ, ինքը գործուղմանը չի գնում։ Ուրեմն հետո եկել եմ իրիկուն ասում եմ, լավ, այ սա չի գիտեք, ինչով է զբաղվում, էլի որ վարչապետին անվստահություն հայտնել է քաղաքական շոու։ Կամ ասում եմ, այդ վարչապետին անվստահություն հայտնել ասում եմ, ես ես նամակ եմ գրել ասում եմ։ Դուք ինչ չեք պատասխանել։ Ասում եմ, մեր խմբակցությունը մայիսի 2-ին հայտարարություն է տա։ Ասում եմ, ձեր խմբակցության հայտարարությունը ինչ չի հետաքրում։ Ես քաղաքացի եմ, քեզ որպես պատգամավորի նամակ եմ գրել։ Դու նամակին չես պատասխանել։ Այդ որում մի հարցի վերաբերյալ եմ ես նամակ գրել, որտեղ ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքով խմբակցության դիրքորոշում չի նախատեսում։ Այսինքն պատգամավորը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց կսկսի, կմիանա որևէ գործընթացի, ինքը կնախաձեռնի, ոնց քվեարկի։ Այդ իրար հիմա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլյանը խմբակցության մեջ չեն։ Իրանք ոչ մի հայտարարություն չեն արել, չէ՞, նախաձեռնել են։ Այդ գործի մեջ խմբակցություն պետք չի։ Հիմա ասում եմ, իսկ ձեր դիրքորոշումն է հետաքրքիր։ Ասում եմ, մեր խմբակցության հայտարարություն արել են, ես դրան ավելացնելու բան չունեմ։ Այդ մի ձևի կային ընտրվելու օրը 2021 թվին, ասեին մենք մեր Հայաստան խմբակցության հայտարարությունը, մենք ուզում ենք որ մեր երկիրն էլի խաղաղ, պայծառ, լուսավոր, գոհ երջանիկ։ Կլոր, հա։ Հետո նետաս իրան մի բան հարցնես, ասես, բայց սենց է մեր խմբակցությունը արդեն հանդես է եկել հայտարարությամբ, ես ավելացնելու բան չունեմ, կլիտ ես բան։ Ասում եմ տիկին, ձեր խմբակցության հայտարարությունը ես լսել եմ, ոչ միայն իմ հարցերի պատասխանները չեմ ստացել, այլ մոտ նոր հարցեր առաջացել։ Ես ուզում եմ, որ հիմա եկել եմ ընդունելության, որպեսզի իմ հարցերը պարզաբանվի։ Ասում եմ, ես ասելու բան չունեմ, կարասել ես գնաս։ Հիմա դա համարվում է կայացած հանդիպում։ Ասենք հիմա այդ հանդիպումը ինչով է տարբերվում երեք Արսեն Թորոսյանի չկայացած հանդիպումից։ Նայելա, չէ՞ վերցրել ճղե իմ նամակը։ Լագունի բարոյական նաև իրավունք ունի, ասում է սախբերին վարչապետին պաշտում եմ իր։ Այս պաստորեն իրաց ասել է։ Թլպատված։ Իրաց գործողությունն էլ է դրա նույն բանն է, նույն բանն է։ Մենք ենք դրանց ընկալում որպես ընդդիմություն։ Դե ընդդիմությունը ո՞րն է։ Չէ, դրա համար եմ ասում, նրա արածը գոնե ինչ-որտեղ հասկանալի է։ Նրանք ստուգել են օրինակ Նիկոլ Փաշինյանի թլպատված լինելը։ Բա Արեգնաս Մանուկյանը ինչ է ստուգել։ Նա ինչու չի միանում այդ նախաձեռնությանը։ Ընդդիմադիր է, ինքը Նիկոլի առաջ ինքն էլ պարտավորությունն ունի։ Ես չգիտեմ։ Նախորդ ոնց է ինչի պիտի նա դառնա։ Մենք ուրեմն հետո եկել եմ լուրջ անես վրես ազդել է այս բանը։
Ասում եմ ես դախընտրական շրջանում իմ ավտոն վերցրել եմ, ես երկար ժամանակ ասենք Վարազորից տեղափոխվել եմ Երևան։ Ավտոս վերցրել եմ, բենզին լցրել եմ, գնացել մնացել եմ վայքում, հերել եմ օրը մի գյուղ, ֆռացել եմ։ Քարոշչություն եմ արել, որ Հայաստան դաշինքը ձեն հավաքի։ Էսի Արեգնազ Մանուկյանը ձեն եմ ասում եմ, չէ, Արեգնազ Մանուկյանը ես չգիտեմ մեր հասարակության մեջ։ Հիմա այսքան մարդ մեզ լսում է Հայաստան դաշինքի կողմ քվեարկած մարդկանց մեջ։ Մի հոգի կա, որ քվեարկել է, որ Արեգնազ Մանուկյանն էլի պատգամա։ Դժվար տեսանելնի։ Դժվար։ Հիմա ես հենց գնացել եմ ջուր քարոշչություն եմ արել, որ սա ընտրվի պատգամավոր։ Դրանից հետո ինքս այդ ինչ որ ասում եմ, դա մենակ ինչ չվերաբերում է, հազարավոր մարդկանց, այդ թվում ձեզ։ Մենք զրկանքների ենք ենթարկում։ Մեզ բռնում են, մեզ հայտում ծեծում են, ծեծողը չի դատվում, մենք մեր խոսքի համար դատվում ենք, մեզ գործից հանում են, մեր հարազատներին այդ հազարներով մարդկանցով մենք զրկանքների ենք ենթարկվում։ Որինք դելի պատգամավոր, որինք դելի անձեռմխելի, իրան բռնող չլինի, իրան վատ բան ասող չլինի, ինք իր աշխատավարձը ստանա, ու մեզ հետ ոնց վարվի։ Մեր հարցերին, մեր հարցադրումներին, որ իր պարտականություններից է բխում, իրենց խոստումներից է բխում, էդի չանեն, որպես պատգամավոր էլ իր գործունեությունը չանի, օրինակ ես շատ գրել եմ, ասում եմ, ես մարդուն ճանաչում եք, սա ընդդիմադիր պատգամավոր, ասում եք 28 հոգի, մեկը սա է, մեկը լսել է դրա մասին, եկել եմ իրիկունը նստել եմ ինտերնետ, իմ խայսյատի համաձայն, ասեմ, հենց մտնեմ, սա 5 տարի պարլամենտում ինչով է զբաղված։ Մի օրենքի նախագծի հեղինակը ընդամենը։ Այդ անունը գրել են պրոստ։ Չէ, ինքն է հեղինակը։ Օրենքը գիտես որն է։ Տոների եւ հիշատակի օրենքի մասին, օրերի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին, որ հեղինակել է, որ Մարաղա գյուղի խաղաղ բնակչության ջարդի զորերի հիշատակի օր սահմանվի ապրիլի 10-ին։ Այդ իր ամբողջ պատգամավորական գործունեության միակ օրենսդրական նախաձեռնությունն է, որը չի ընդունվել։ Ուրիշ ոչ մի օրենքի հեղինակ Երևի ունեցել է։ Հա, բանում, ուրեմն մի անգամ 2022 թվին ազգային ժողովում քննարկում ա եղել, որ պես կես տալի ազգային ժողովի կայքում Արեգնազ Մանուկյան ինչ բերել է այդ եմ ասում էլի։ Ընդ ինքը հարցածը բարձրացրել, թե զատիկից առաջություն կթանկանա, թե չէ։ Այդ հարցն է բարձրացրել։ 2024 թվին էր, ուրեմն հունվարի 26-ին, պատկերացնում եք երբ է, հոկտեմբերին Արցախը լրիվ հայաթափվել է։ Արցախի հայությունը փախստական 150,000 մարդ Հայաստանի փողոցներում ինքը նախաձեռնել է ազգային ժողովում քննարկում, իր նախաձեռնության որպես պատգամավոր։ Թեման գիտեք որն է։ Թափառող կենդանիների խնդիրը Հայաստանում եւ լուսման տարբերակները։ Ինքն է նախաձեռնել այսինքն իր պատկերացումներով 2024 թվականի հունվարի 26-ին, այսինքն Արցախի ժողովրդի բռնի տեղահանության, Արցախը Ադրբեջանին վերջնականապես հանձնելուց հետո ընդդիմադիր պատգամավոր Արեգնազ Մանուկյանին հուզող միակ խնդիրը, որը ինքը քննարկում է կազմակերպել, ըստ նախագահությունում քննարկում է հյուրերական չէ, դա թափառող շներն են, կատուներն են։ Կատուներն են կան։ Կենդանիները, թափառող կենդանիները, կատներն է կլի սրա մեջ։ Այդ իրան հուզող հարցն է։ Մտել եմ պոիսկ եմ տալի, ասենք հենց հիմա էլ կարանք, չէ, մտնում ես YouTube, գրում ես Արեգնազ Մանուկյան տեսանյութեր։ Հələ հենց հիմա ուղիղ եթերում էդի անեմ, էլի։ Տենանք երբ է, որովհետև արել եմ հիմա դե նույն բանը կբերի Արեգնազ Մանուկյան։ Հայտարարություն, videos, տեսանյութեր։ 2022 թիվ, 2023 թիվ, 2019 թիվ, 2022 թիվ, 2024 թիվ, 2021 թիվ, 2000, այսինքն 2025 թվի վիդեո չկա, թիվի 5-ին գնացել է հարցազրույցի 2021 թվին, մի հատ էլ 2022 թվին, ընդդիմադիր պատգամավոր է, ես այսօր ստեղ հարցազրույց եմ, չէ, մի հատ էլ վաղն եմ գալու դիտակի հետ, այսօր հայելում եմ, սա live news-ը ընդդիմադիր ամենահեղինակավոր լրատվական հարթակներից է, որտեղ ամեն տեսակի խոսք հնչում է, չէ,
Խնդրում եմ այդ դուք ասեք որպես այս ամեն ինչի ղեկավարող համակարգող Արեգ Նազմանուկյանը ստե վերջին անգամ երբ ա եղել, եթե ընդհանրապես եղել է։ Ես չէ, ես լայվ նյուզ համերասանն եմ։ Լրագրողները անկախ են եւ կարողանում են հրավիրել։ Չէ, բայց ասեք նայում ենք, ես չեմ հիշում իր, որ ինքը լայվ նյուզից ելույթ ունեցավ։ Ես չեմ հիշում ինքը որ գնաց, օրինակ ես այսօր առավոտ գնացել եմ Հայելի ակումբ։ Արեգ Նազմանուկյանը Հայելի ակումբից, որը նույնպես ընդդիմադիր հարթակա, ընդդիմադիր խոսք հնչեցնող տարբեր կարծիքներ։ Արեգ Նազմանուկյանը Հայելիում վերջին անգամ երբ ա եղել։ Ես չեմ հիշում որ եղել է։ Մարդ խես մարդ երեխա պայի ելույթներ 168-ում երբ ա եղել։ Էդ չեմ հիշում։ Ինքը երեխա է պահում։ Նյանյա։ Նյանը է, իր երեխեքին է պահում։ Չէ, դե հիմա լավ անում պահում, բոլոր մայրերը։ Իրան է ցուցակում գրել, ինչի համար է գրել։ Բայ ինքը հիմա որ ասում են մարդը գիտի որ լավ աշխատավարձ կարա եթե Եվրոպաները ման գա, քո հարցերին չպատասխանի, իրան պետք է հրահանգ տան ստորագրի թե չստորագրի, այդ մարդը ուսապարկ է, ի՞նչ տարբերություն։ Հիմա դու Նիկոնի ուսապարկ ես, թե քերուս կնգա ուսապարկ ես։ Տարբերություն չկա, ուսապարկերի մեջ տարբերություն չկա։ Ում այս մարդիկ կոչվում են ընդդիմություն, կոչվում են ընդդիմադիր падգամավոր, հələ ինձ էլ եսիմ առավոտից իրիկ ունես վազվզոցի, ես պայքարի, ես ամեն ինչի մեջ, մի հատ էլ հələ կեցված կա ընդունում, մի հատ էլ նենց առամարը, այ Բախտիար, իմ կենսագրությունը դնեմ քո կենսագրության կողքը, իմը 6 էջա, քոնը 6-ը տո իմ 6 էջա համառոտնա։ Կոնը 6-ը տողա, ընդամենը մի հատ համասան ես ավարտել, մի հիմնարկում ես աշխատել։ Ես է տեղ չի մնացել, որ իմ կյանքում չսովորեմ, 54 կազմակերպությունում եմ աշխատել, որոնցից ամեն մեկը իմ զբաղեցրած ամեն մի պաշտոնը մի նորմալ մարդու կարիերայի ավարտա։ Շատ դիվանագետների կարիերան ավարտում է դեսպանի պաշտոն, որոնք նաև անում են դեսպան, իրաց դիվանագիտական կարիերան պիկի վրա ավարտում է։ Շատ նշանավոր հեղինակավոր դասախոսների համար դեկան լնել է, դա համարվում է իրանց ակադեմիական վարչական աշխատանքի կարիերայի հարգանքով իրան։ Ես եղել եմ տնտեսագիտական համալսարանի ամենամեծ ֆակուլտետի դեկանը։ Ու ինքը հիմա ինչ կեցված կան, դու հասկանում ես իմ մեջ շփումներում, ու ինձ ցնում է իր խելքով։ Ու սա կոչվում է ընդդիմադիր падգամավոր, ու հիմա մարդիկ որ լսում են, ասում են Հայաստան խմբակցությունը, միանա այս impeachment-ի դեպ այդ Հայաստան խմբակցությունից մեկը ինքն է։ Մեկը ինքն է, մեկը Ագնեսա Խամոյանն է, մեկը Գեգամ Մանուկյանն է, մեկը Իշխան Սաղաթելյան։ Վերջին անգամ ազգային ժողովի ամբիոնից ելույթ է ունեցել 3 տարի առաջ։ Նա դες կարամ իմանամ այդ մարդն ինչի է падգամավոր։ Կարաս էլի կուսակցության ղեկավարն ես, падգամավոր չլնես, չէ՞։ Падգամավոր պետք է լինեն մարդը, ով որ падգամավորի իր ակտիվությունը, իր գործունեությունը ծավալում է։ Ես էլ եմ այդ խորհրդանում падգամավոր, պարոն, ես բանը համեստություն, չգիտեմ, այդ մեծամսաղ իրար այդ խառնած մոռացած, մի բան ասեմ, եթե մենք պարլամենտում ունենանք նորմալ ընդդիմություն, Ալեն Սիմոնյանը հիմա ոտերի վրա այսպես գլխի վրա տնկել էր, ոտերը հանել էր վերև, չէր իմանում ինչ աներ։ Մենակ ազգային ժողովի կանոնակարգով։ Ցանկացած օրենքի նախագիծ ազգային ժողովը քննարկում է, ցանկացած, ասենք նա սովորական օրենք են բերել, չէ՞։ Բայց ախր դու ասում ես հիմնական զեկուցողին ձայն տա բանը հարցեր տալու իրավունք ունի ցանկացած падգամավոր։ Ասենք 34 падգամավոր պատկերացրու 2 րոպե հարց տա մենակ։ Ախր այդտեղ падգամավորը պետք է ուղեղ ունենա։ Այդ դեզելակ 68 րոպե։ 68 րոպե մի ժամ է։ Պետք է ուղեղ ունենա, որ կարողանա հարց ձևակերպի, հարց։ Բայց չունեն դե ինչ են անում։ Արա պատկած գրել են ցուցակով գնացել դեսնել են փողես։ Բայց դա ճշմարտություն է, հասկանում եք, մենք մնացել ենք դուսը։ Դրանք ընդ ու մեզ հետ էլ տենց է վերա։ Ասում եմ, մենակ հարց 68 րոպե, այդ չեմ ասում դրա պատասխանը։ Հարակից զեկույց ունեցողին կա հարցի իրավունք։ 34 падգամավոր եթե հարակից զեկուցողին հարց տա, մի ժամ էլ դիագն։ Մի հատ օրենք բերեն ազգային ժողով, այդ չեմ ասում ամեն մի նախագծի վրա ամեն падգամավոր կարող է ելույթ ունենա, չէ՞, մինչև 5 րոպե, չգիտեմ, մինչև 10 րոպե։ Այդ քեզ արած 340, մենակ ելույթները։ Մի օրենքի նախագիծ կառավարությունը բերի ազգային, կապ չունի ինչ թեմայով ինչ օրենքի նախագիծ է։ Քարոզյան կավարտվի։
Ու այդ օրենքը չի ընդունում, հասկանում եք, եթե իրան ֆունկցիոնալ կպնեն աշխատեն։ Ասենք ազգային ժողովի համար ուղեղ է պետք, պարոն Ղազարյան։ Ոչ միայն ուղեղ, դրա համար նաև կամքավը, պատգամավոր մեզ ինչ եք խոստացել։ Բադերին, ինչ ուսապարկերի անունները գրել էր, որ երկու տղա մի աղջիկ, երկու տղա մի աղջիկ, երկու տղա մի աղջիկ, երկու տղա մի աղջիկ։ Հա դե բայց դեռ մեկը մանդատից հրաժարվել է, մեկն է մնացել է, չէ։ Ի վերջո ով որ մնացել է, ինչ պիտի անեն։ Պետք է աշխատեն, չէ։ Բայց դրա համար այսպես թողել են ազատ, համար Ալես Սիմոնյանը այն հայ կոնջը ձեռ են առնում իրան։ Ճիշտ են անում։ Ձեռ են առնում։ Իրանք են իրաց դեր այդ վիճակի մեջ։ Ալենն ասում, չէ՞, մեր երազանքների ինդիմություն եք։ Ինչի ասում։ Իրանց ասում։ Իսկ ինչ չի ասում։ Իսկ վախենում են, չէ։ Վախենում են։ Իրանցից ինչի չեն վախենում։ Որտե տենում են դեմներն ինչա։ Հələ փառք Աստծո, մեր 90-95 թվականի падգամավորներից կենթանի մնացածներ կան։ Հարցրեք։ Բովիկ Աղազարյանը դա խոստովանեց կենտրոն հերոստանգերության, ասեց, որ մեր ժամանակ երկու դեպքում էր, որ դալիճը լեփլեցուն էր դառնում։ Երբ ելույթ էր ունենում նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը եւ падգամավոր Գառնիկ Իսագուլյանը։ Այո, ես որ գնում էի ամբիոնի մոտ, սաղ քարացած դալիճը սաղ գալիս էի։ Կառավարության անդամները բոլորը լցվում էին։ Եթե ծխել էր վրազ անջատում էին, որ գային տեսնեին ինչ ասելու, հիմա ում տիրոջներն է լացելու։ Բնական է, այս մարդիկ գնացել են ընդե, որպես ուսապարկ։ Այդ ուսապարկերին ոչ մեկը ցույց մարդը, դու ասես 3 տարի ելույթ չեն ունենում, չէ՞։ Իրանց առաջնորդներ 3 տարի ելույթ չեն ունենում։ Այն ամենադարձությունը, ասում է, այն աղման Վարդան ասում է, ամեն ինչ սկսվեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսից հետո։ Մեծ իրադարձություն էլի մեր կյանք, հայ ժողովրդի պատմությունը ըստ Աղվան Վարդանի բաժանվում է երկու շրջանի։ Մինչև ասուլիսը եւ ասուլիսից հետո Աղվան Վարդանյանի համար տենց է կա։ Այ քեզ Ախր դրա համար տենց է կա։ Ինչ այսինքն դա դու քաղաքական գործի չես անը դրել ես առաջնորդ։ Ամեն օր չես խոսում։ Ամեն օր չես պայքարում։ Բոլոր առիթները չես օգտագործում։ Լեգենդ եք տենց սաղը։ Այդ դուք սաղը լեգենդներ եք, ես ձեր նավեկին։ Ոնց որ Արցախը ուրիշ մարդիկ չարչարվեցին, զոհվեցին, հաղթանակն ապահովեցին, որոշ մարդիկ դրանք վերագրեցին իրանց։ Հիմա այդ է, կյանքի իմաստը դա է դարձել։ Հիմա վաղը մյուս օր եթե դուք ես ձեզ սկսած շարժումը բարեհաջող ավարտվի, իսկ ես վստահ եմ բարեհաջող կավարտվի, իրանք ասեն դե մենք միացանք, հա։ Մենք միացանք, բայց միանալը ո՞նց է ալնում։ Միանալը ոչ թե մենակ այնա որ ասում ես ես ստորագրել եմ իմ ստորագրություն տարել եմ սեյֆը, ստեյա։ Այո, միանալը ոչ միայն ստորագրություն, այլ նաև պայքարն է, որպեսզի ձեր նպատակը, ձեր ցանկությունը իրականություն դառնա։ Իսկ պայքարը ումով պիտի դառնա, սրանցով, Արեգնաս Մանուկյանով կամ Ագնեսա Խամոյանով կամ մյուսներով, այդ խմբակցությունը մենը падգամավորներ կան, ոսկե անունը չենք լսել, անունը, որովհետև հենց հիմա գրեն պարլամենտային Հայաստան խմբակցության ցանկը։ Մեծ կարդանք էլի, հələ, հետաքրքիր է։ Ես չեմ հետաքրքրվել դրա։ Ամեն ինչու ասում ենք ուղի եթերի առավելություն, չէ՞, հեսա։ Հանձնաժողովներ խմբակցություններ։ Էսի ԿՊՆ եկանք Հայաստան խմբակցություն։ Օհանյան Սերյան ճանաչում ենք, Մինասյան Արծվիկ, Ավետիսյան Թադևոս, Գալստյան Լիլիթ, ամենաշատ ճամփորդած պատգամավորներից մեկն է։ Գասպարյան Իրինա Կոնստանտինովնա, լսել եք։ Գասպարյան, էդի ազգավորպես ազգային փոքրամասնություն է ներկայացնում Ասորի համայնքից, ինչ կապ ունի, պատգամավոր է, չէ՞։ Իսկ պատգամավորը պիտի ցուցաբերի Գևորգյան Արգիշտի, լսես կաք։ Կյանքում չեմ։ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, ազգային ժողովի Հայաստան խմբակցության ես անկեղծ ասած չեմ լսել։ Որ ոչ ելույթ ա ունեցել, ոչ նախաձեռնել, ոչ հարց ա տվել, ոչ գա ասեք պատգամավոր է, չէ՞, ասեք շաբաթ կա որ էստե չլնեմ։ Չկա։ Գևորգյան Արգիշտին ամեն շաբաթ ինչի ստե չի։ Ինչի պատգամավոր է, չէ՞։ Գևորգյան Արմեն, սուս փող վարչապետ, նախկին փափուկ կյանքով ապրող, հանգիստ իր համար ոչ մի բան։ Ուզում է վայելի իր հաղորդությունը։ Գրիգորյան Աննա նորմալ աղջիկա լավ պատգամավոր է, ասեք ին քիչ պատգամավորներ կան, չէ, որ նորմալ են։ Դանիելյան Գառնիկ, ճանաչում ենք։ Ագնեսա Խամոյան, ես քիչ առաջ որ խոսում էինք։ Խաչատրյան Արթուր, հեսա պատմություններ են, բան են, Սակուրայից Թիթեր Կախորնը։
Արմինե Խերանյան, լսած կաք։ Ես առաջին անգամ եմ լսում։ Պատգամավոր Արեղապողական դաշնակցության կուսակցության անդամ։ Գուրելյան Արմենուի, Կրպեյան Ասպրամ, էլի վերջին շրջանում շատ պասիվ, համարյա ոչ մի բանով Ասպրամը չի զբաղվում։ Ղազարյան Արման, լսած կաք, ես ընդունելության եմ, 1000-ից մեկ ինչ-որ մի կադրերում երևաբան, ոչ մի պատգամավորական ակտիվ գործունեություն չունի։ Արեգնազ Մանուկյան այդ այսօր որ խոսում ենք մեր հերոսը Գեղամ Մանուկյան ճանաչում ենք Կուզովը որ բարձացել էր են Գրոզավեկի Սամվել Կարապետյանի ստանը պատասխան չես բարձանում դու այդ կաբինկեն նստում ինչ ունես էլի դու անելու Մերքոնյան մեր լսած կաք ես չեմ լսել օրինակ ես իրանը չեմ լսել Միրզոևա Զենֆիրա չեք լսել էլի ասորի փոքրամասնության ներկայացուցիչ է Արմեն Ռուստամյան էլի չի խառնվում այս վերջի շրջանում ոչ ելույթ ոչ հարցազրույց ոչ մեծամեծա էլի դաշնակցության բյուրոյի անդամ ցեզի մեզի մեծ ավետիս Սաղաթելյան իշխան էլի պատգամավորական գործունեության մեջ զերո ակտիվություն ասի որպես կուսակցության ղեկավար անդես է գալի հետո պատգամավորի ֆունկցիան ով պիտի կատարի Սարգսյան Արթուր Էլի, այն Սիսյանից պատգամավորն է, որ Սրբազան հետը սաղորը, որպես պատգամավոր զրո ակտիվություն իրա։ Սիմոնյան Աշոտ, այդտեն Աշոտն է, որ ոստիկանները ծեծել էին։ Աղվան Վարդանյան Արփին է, լսած կաք, առաջին անգամ ես լսում։ Վարդանյան Էլնար, նախկին ԲՀԿ-ից, Վարդանյան Քրիստինե Քոչարյան Լևոն, այս էլ տղեն է։ Էսի Հայաստան խմբակցություններ։ Անդ Արզավազյան հիմա այդ ցուցակից Արզավազը 4 պատգամավորի ես ու դուք որ առավոտից իրիկուն զբաղվում ենք լրատվական դաշտ ուսումնասիրելով եւ լրատվություն ստեղծելով չենք ճանաչում ուրեմն մի բան ասեմ պատմեմ ստեղ հիմա ասում ենք Հայաստան խմբակցությունից Մարտիկ Միանը այդ ասում ենք Հայաստան խմբակցություն ընդդիմություն չգիտենք ով են ուրեմն տես ժամանակին 91 թիվների հետ առաջի շրջանային ժողովներ հայ եղբորական դաշնակցության ես պատգամավոր էի եւ պատգամավորները ավտոմատ հրավիրվեցին այդ շրջանային ժողովին մասնակցելու ուրեմն ես օրինակ էի բերում 18-20 բյուրո կառավարություն տենց իրավիճակ եւ հասա նրան որ կանոնադրություն մեջ գրվեց որ պաշտոն զբաղեցնող մեկը որևէ մեկը պատգամավոր կառավարության անդամ չի կարող լինել որ Հայաստանի կենտրոնական կոմիտեի ոչ էլ բյուրոյի անդամ Ինչի ասում ասում եմ որ երբ որ դրանք համատեղում է այդ մարդկանց համ տալիս է կուսակցության վերնախավի բաները պորտֆելները համ էլ ստեղ եք տալի այդ մարդը ուզուրպացնում է ոչ մեկի առաջ հաշվետու չի այլևս ինքը Լևոն Նկարչյանը ձեզ օրինակ միլիարդատեր է 6 անգամ նշանակվեց բանի նախարար կրթության գիտության Թայան էլ որ անեց հա մարդը հիմա ոչ շինարարի չի խառնում պետք է ինքնուախպերը միլիարդերներ են դրանք եթե համալսարանի ռոկոմի դաշնակցության քվոտայով նախարարի պաշտոն զբաղեցրած գործիչների մեծ մասը հիմա քաղաքական չկա նրա հալան արի ժամանակին հիմա թող ուզում են նեղանան ուզում են քամակները վառվի որովհետև հաշվետու չէին իրանք համ գմեին համ բյուրոյին համ էլ նախարար ով դի Ես այն ժամանակ հասա նրան, որ պատգամավորը չպիտի հանկարծ ընտրվի կենտրոնական կոմիտեի կամ բյուրոյի անդամ։ Ինձանից հետո այդ սաղ վերացավ, սաղին սկսեցին արդեն ով կենտրոնական կոմիտե, նաև դեպուտատ է, ով բյուրո է, նաև դեպուտատ է, մինիստր է, Աղվա Վարդանյան, մինիստր էր, 6-7 տարի պատկասնես սոցիալ մինիստրի ինչ բան է։ Այն մի հատ հանրապետական սոցիալ մինիստր կար է Խաչիկյանը Ինքը սոցիալ-մինիստրի չէ, կենսաթոշակ։ Հələ սոցիալ նախարարության կենսաթոշակայինի, բա։ Հիմնադրամի։ Դա է որ ինքը առաջարկ էր արել, որ ախր կաշառակերների որոշ որոնք բան են աշխատում, պաշտոնը սոցիալ նախարարը ամենամեծ բան ստացող նախարարն է։ Պատկացա բանակից հետո ամենաշատ ֆինանսավորումը սոցիալով է։ Հա, դե պատկացա որ ասենք 15 հատ որփանոց երեխա մանկատուն ունեն, ծերանոց մանկատուն։ Ամեն մեկ ամսակա բերե սոցիալ նախարարին անձամբ ներկայացել է։ Ես չգիտեմ դες։ Ես էլ չգիտեմ, ինձ պատմել է ուղակի։ Հիմա այդ մարդիկ բարձ է չէ, ինչ են երազում քնում։ Դրա համար ասում եի, ես այն ժամանակ էլ հիմա էլ եմ պնդում, որ եթե կա կուսակցական հիերարխիա, կուսակցությունն է որոշում այդ պաշտոններում, այդ մանդատները ովքեր տիրեցնել, պիտի իրանցից որևէ մեկը չվերցնի։
որ իրանք սրանց վրա այս նշանակված պաշտոն համ կուսակցություն ինքը զգաստ կլի Ministrը ինքը զգաստ կլի որտեղ իր բյուրոն ու կենտրոնական կոմիտեն հետևում է դիմա գերագույն մարմին անուն ինչ ուզում ես դի հետևում են իրար սա է այսինքն հավասարակշռություն կառաջանա դրա համար հիմա մարդիկ համ բյուրո են համ մինիստր են համ դեպուտատ են սա իրանք են իրանք վրա վերահսկողություն չկա կեց են իշխանությունները իրանց այդ պիվակ խմեն արտասահմաններում կակալակ չեն խմի գործը իրանց ասենք թե օրինակ իմ ու ձեզնից իրանք ունեն տարբերվող կարգավիճակ, չէ՞։ Անկամ այն մարդիկ, ովքեր որ խոսում են, օրինակ մի քանի հոգու մասին որ խոսենք, ասենք որպես հասարակական գործունեության դաշտում գոնե ակտիվություն է, չէ՞, ցուցաբերում կամ падգամ օրինակ ասենք Քրիստինե Վարդյանը անկեղծ, ես շատ տպար, նորմալ աղջիկ է, էլ ինքը ազնիվ շատ չէ, բան երևում է, էլի որ իր մեջ իր հոգին խռով է, անհանգստություն ունի։ Գառնիկը դանել են, ազնիվ մարդ է, ամեն տեղ բոլոր ակցիաներին ներկա մասնակից, ասենք ինչ կարած չէ, բայց էդի ըլնելու այդ կարգավիճակի համար падգամավորն էլ պետք չի։ Այսինքն լավ է որ դու նաև падգամավոր լինելով այդ հասարակական ակտիվություն, բայց դու ունես ֆունկցիա, որը ուրիշ չունի։ Մեզնից ոչ մեկ հիմա եթե ես падգամավորն է, չէի մտածել այդ անվստահության գործընթացը, երբ սկսի, ով սկսի։ Ինքս մենակով սկսել եմ, վերցնեինք նեի, օր արել ու պատկերացնես ես մտնեի այդ շենք։ Ես այդ շենքում ասենք հիմա չեն թողնում ըսկի ընդունարից ենք ում բարձանամ, չէ՞։ Բայց падգամավորները դրանք օր արև կունենային այդ շենքում։ Բայց մի հոգուն ես ասում, 36 հոգի եթե նրանք ֆունկցիոնալ падգամավոր են, բա հասարակությունը տենալու է։ Հիմա ցուցակ կազմելու։ Ասում են մարդիկ դուրս չեն գալի փողոց։ Հələ մեկը մարդկանց են մեղադրում։ Դիմադրություն շարժում արեցինք, մարդիկ դուրս չեկան փողոց, բռավալ գնացին։ Դուք արեք դրա համար բռավ։ Մարդիկ տենում են որ ձեր մեջ այդ պայքարի էներգիան, այդ պայքարի ոգին, այդ պայքարի իրական ցանկությունը չկա։ Չեք կարող մարդկանց մեջ այդ խայծը ստեղծեք, այդ բանը ստեղծեք, որովհետև այդ հնարավորությունը ձեզ ընդ տրված է։ Իսկ իրանք ո՞նց են գալի ԿՊ-ով սրանց ճնշում։ Ոնց կապ չունի, մենակ ես 10 հոգի ես, ես մենակ եմ, չէ՞, մարդկանց չեմ հանգիստ խոսում, որտեղ անցել եմ, չէ՞, դա ամեն ինչը։ Մենակ էի, չէ՞, մարդու իրավունքների հանրաժողովում նստած, որ ամբողջ ոմակով արձակվել էին ի վրա։ Ինչ եղավ։ Հելա փախան դալիճից։ 40 րոպե հետո, նիստից 40 րոպե հետո, նիստի մասնակցող ԿՊ-ի բոլոր падգամավորները լքել են մարդու իրավունքների պաշտպանի քննարկումը դուրս են եկել սրահից, բոլորը առանց բացառության։ Հենց են իմանում դուրս գան, Էդգարը չի խոսա, կփակվի այդ նիստը։ Նիստը շարունակվում է, սարքել է հիմա չեմ իմանում ինչ անեն։ Ինչ թողել են մենակ ես կամերաների առաջ խոսում եմ, ոչ այնա գան դեմն առնեն, ոչ այնա մնան միջանցքը խառնվել են։ Իրար գրում են, ասում մեկն ասում է գնացեք դեմն առեք, ձենի կտրեք, մեկն ասում է չէ արդեն ասել եք որ խառ ընդամենը մի օր եմ է գնացել Իսագուլյան, մի օր։ Այնե կիսատ կարգա թեկնածու, նիպի թեկնածու, որ ընդամենը 20 րոպե ելույթի հնարավորություն ունի, 20 րոպե, բայց դուք ամեն հարցի քննարկման համար 20 րոպե հնարավորություն ունեք։ Ու դուք թողնում եք դրանք ընդ թփրտա։ Մարդիկ էլ հետ են տենում, հետև գալիս ենք ասում են գիտես ինչ Տիկին Ալեքսանդր Մանուկյան, Օվկիանոսների տիրակալ, կլինի խնդրում եմ դուք ձեր պարտականությունը կատարեք, ասում եմ մենք հայտարարություն ենք արել, դուք էլ կարդացել եք, որ ավելացնելու բան չունեմ։ Բավարարվեց մեր քննարկումը։ Եղավ։ Դա կտենաս հիմա 6 ամիս հետո դու падգամավոր կլինես թե չէ։ Ո՞նց պետք է падգամավոր։ Ցանկացած մեկով որ իմպիչմենտի նախաձեռնությանը չի դի։ Մեզ թիրախավորում են։ Այդ որ անտեղի գովում են ձեզ իսկ չի կլեմ ասեք մեզի գովում են։ Ինչի են գովում։ Հələ մենք դուք միացեք իմպիչմենտի գործընթացին։ Տեսեք ձեզ բան ասող կլի, բայց ուզում եք դուք ձեր պարտականությունները չկատարեք, ձեզ էլ սա ճով են, հա, ասեմ բանը, դե ընդդիմություն է, ով ասում որ ընդդիմություն է։ Ինչի՞ց է որ ընդդիմություն է։ Հələ մենք ձեր պարտականությունը կատարեք։ Դրանք ձեզ ով է բան ասելու։ Մենք ոչ միայն ստորագրություն դրեք նախաձեռնության միացեք, այլ նաև պայքարեք այդ ձեր չէ հնարավոր չի, ԿՊ-ականները չեն միանա, ինչի ձեր նման չեն, հա։ Դու կարում էիք 18 թվին 10 օր առաջ Սերժ Սարգսյանը դրեք, 10 օր հետո Նիկոլ Փաշինյանը դրեք։ Բայց ԿՊ-ականները չի պիտի չանեն։ Այսօր ԿՊ-ից դուրս եկած երկու մարդ սկսել անվստահության գոհ։ Իրանք չեն սկսել։
6 ամիս առաջ քպեական երկու պատգամավոր վարչապետին ամստացության գործընթաց են սկսել։ Իրանք չեն սկսել, ասում են քպից մարդ չարա, քպից արդեն միացել է, մենա դուք միանաք։ Գնացեք իրաց միացեք։ Պատիվ ունեն ինչ եք ուզում միացեք, իրար միացեք, ձերը սկսեք։ Տեխնացիոն ասում եք կասնը տեխնացիոն լավը չի։ Այ լավը չի դու լավ տեխնացիոն դու առաջադրի։ Դրանք քո առաջադրած լավ տեխնացիոնով է։ Այսինքն իրանք չանեն, ուրիշի արածին անուն դնեն, եմեկին չմիանան, հետո իրանք կոչվել են դիմություն։ Իրանցը պիտի մենակ ջովենք։ Ջովենք հեսա։ Հեսա հիմա ջովում ենք։ Հələ նոր է սկսել։ Հələ թող այդ ձևը փորձեն իրանք շարունակեն իրանք գործունեությունը։ Այդված ջովալը կտեսնեն։ Մենք շանտաժ ինչ է շատ, ինչ ես ո՞նց կարամ շանտաժանեմ։ Գործունեությունը վերլուծում եմ, սուտ եմ ասում, չի եղել այդ հանդիպումը։ Այդ չի ասա Արեգ Նազմանոկյանը ինձ։ Բայց ինչ ասում է, ես պիտի իր ասածս էս ընդունեմ, sense բան, հա, շատ մեծ ձեռքբերում ա եղել, որ 7 օր 100-րդական սորտի մեր լրատվական կայքի խմբագիր գնացել արել ազգային ժողովի պատգամավոր։ 7 օր, մեկը լսած կաս միտեղ մեկը ելույթ ունենա, ասի 7 օր լրատվական կայքում ասում է կլայր ուզին քանի հեղում կա։ 100 քանի, մենք 125, 123 քանի անգամ մեզ փակում են դրին, էլի զրոյից սկսում ենք 100,000 եք ասում։ Մի անգամ լսած կաս մեկը միտեղ խոսի, ասի 7 օր լրատվական կայքում գրած էր, որ ես ինչ բան, ես չեմ լսել։ Դրանից գնացել դառը ազգային ժողովի պատգամավոր ու մենք պիտի էլեմենտը երկրպագենք դրանց։ Սավանի է, բայց փաստ։ Լավ, հիմա Սամվել Կարապետյանին կոլանավորեց, եթե իհարկե այս թեման ավարտվեց։ Այո, բան չկա էլ ասելու։ Ինչքան շուտ ավարտենք այդ թեման ներվես վրազը։ Սամվել Կարապետյանը կալանավորվեց։ Հիմա էլ տեղափոխվել են Այսօր տեղափոխել են Երևան կենտրոն քերակատարող։ Եվ ասում եմ տեղափոխելուց հետո էլ բան են կանգնեցել բանի մոտ, դրամոտ, դրների մոտ, հատուկ հսկողություն առանձին։ Կլնի, բարձա։ Որ հոգեբանական ճնշում են ուզում գործադրել, ինչ են ուզում անել։ Ուրեմն արդեն Սամվել Կարապետյանը բանտից, եթե չեմ սխալվում, այսօր արդեն 5-րդ ուղերձն է եղել։ Այսինքն ակնհայտ է մի բան, որ ինքը բացի դրանից, որ չի հաշտվում իր վիճակի հետ, որը բացարձակ ապօրինության հետևանք է, այսինքն ակնհայտ անմեղ մարդուն, ընել ինչ մարդու, միայն հարգանքի արժանի մարդու, որ ամեն քայլափոխի մեր հասարակության ամեն շերտում նրա նկատմամբ միայն հարգանք պիտի լինի եւ եղել է մինչեւ հիմա, ոչ միայն դրա համար, որ ինքը սեփական ջանքերով, ազնիվ աշխատանքով, իր բիզնեսով, ազնիվ վաստակ ունի, այլ որ այդ վաստակը կիսում է հասարակության հետ, որ ապրում է, անխնաձևով, ընես բաներ արել, որ ասենք, ու այդքանի հետ միասին, չափազանց զուսպ, չափազանց ասենք մի անգամ լսած կա մի մարդ, որ ասեն Սամվել Կարապետյանը էս խմել է, էս ինչ բանն արել, ավտոն տարեն դե խմել են, կերակել են, էս ինչ բան ապօրինի են արել, ոչ ինքը, ոչ եղբայրը, ոչ երեխեքը իր բան, օրինավոր, հանգիստ, համեստ, չափազանց, էլի։ Ու այնպես բաները որ անում է սուս մեկը մի տանը մեկի մի հատ ծննդատուն մի հատ ծննդկանի 7000 դրամի բան տալի մի շաբաթ տելևիզորը դրա ցույց են տալի միլիոնավոր դոլարների նվիրատություններ արի ես ինչ ծրագրեր արես սուս կի մարդ չգիտի քանի Հայաստանի վրա մոտ 1 միլիարդ Արցախի վրա 200 Հայաստան համահայկական հիմնադրամի ստեղծման օրվանից մինչև ամենամեծ դոնորն է ինքը անձնապես չէ բացի այդ անձնապես ինքը իր բազմաթիվ ծրագրեր արել առաջ ուզում ասենք Ստեփանակերտի Հիվանդանոցը որ սարքե կահավոր է թողել է այդ իր երթին Հայաստան համահայկական հիմնադրամը ստեղծման օրվանից թիվ 1 դոնորն է եկեղեցու բարերարությունները չեմ ասում այդ մարդուն տարի նստացրել են բանտ այն էլ ինչի համար որ ասում է ես որպես եկեղեցու զավակ պատրաստ եմ իմ ունակությունների չափով իմ եկեղեցին պաշտպանեմ ակնհայտ է որ կարծում եմ որ ինքն էլ եկել համոզման որ այս ամեն ինչը պետք է քաղաքական որակ ու գնահատական ստանա ու իր հայտարարությունների բովանդակությունը ոնց որ հենց դրա մասին է եւ ես կարծում եմ որ շատ ճիշտ կլինի նրա քաղաքական ակտիվությունը որովհետեւ ինքը ունի շատ բարձր վարկանիշ շատ բարձր կշիռ շատ բարձր հեղինակություն ոչ միայն Հայաստանում այլև դրա սահմաններից դուրս
Եվ կարծում եմ, որ նրա մասնակցությունը մեր հասարակական քաղաքական կյանքին պետք է շատ ավելի ազդեցիկ ու շատ ավելի նկատելի լինի։ Ու մենք պիտի նաև կերպարը փոխենք մեր քաղաքական դաշտի հետ, ոչ մրցունակ, այտենց հետամնաց այս տիպի գործիչներից մենք մի ժամում պետք է ազատվենք։ Դաշտը պիտի մնան միայն մրցունակ, ակտիվ, ստեղծող, ամբից, անխոցելի գործիչներ։ Սամվել Կարապետյանի կերպարը լրիվ համապատասխանում է այդ նկարագրին, եւ ես կարծում եմ, որ շուտ ուշ նա բնականաբար լինելու է ազատության մեջ, եւ ես կարծում եմ, որ նա եւ անազատությունից իր քաղաքական շեշտադրումներով հետագայում նաև ազատության մեջ պետք է շատ ավելի լուրջ եւ ֆունկցիոնալ դերակատարում։ Դրա, քանի որ մեր հոգեկանը բավականին զայրացած է եւ ինչ որ պլաներ չէ հրապարակել, որ իբրև ընդդիմությունը Միստեր Ֆիքսն է, էլի որոշակի պլան է ունեցել, որպեսզի իրականացնի Հայաստանում հեղաշրջում եւ այլը, չէ կարծում որ այս հոգեկանը կարող է Սամվել Կարապետյանի շատ երկար պահել բանտում։ Դե ինքը կարող է ուզենաց, ինքը կարող է ոչ թե ինքը իր ցանկություններից կլինի, բայց հասարակությունը ինչի համար է։ Դե ամբողջ խնդիրն է դա, այս հասարակությանն ենք մենք ասում։ Հիմա մեր բազմում է մեր ընդդիմադիր падգամավորները գիշեր-ցերեկ պատրաստ են Նիկոլ Փաշինյանի ամորձիները շոյել, մենակ թե Նիկոլը մնա, որտեղ առանց Նիկոլի իր անկտրություններում հույս չունեն որևէ բան։ Իրանց պետք է Նիկոլ, որ Նիկոլին հակադրեն մի հատ ուրիշ Նիկոլ, հա, կամ հակավարկանիշային քվեարկություն լինի, ոչ թե լինի վարկանիշային։ Հիմա Արեգնազ Մանուկյանն է մեր ընդդիմադիր պատգամավոր է, չէ՞։ Ինքը ավելի քպական չի, քան Արսեն Թորոսյանը։ Շատ մեծ չի տարբերությունը իմ կարծիքով։ Չէ, բայց ամենադեպս երկուսն էլ չեն սկսել վարչապետին անվստահություն հայտնելու։ Եթե որևէ падգամավոր վարչապետին անվստահություն գործընթաց չի սկսել կամ չի միացել որևէ գործընթացի, ուրեմն իրանք բոլորը ունեն այդ չսկսողները չմիացողները նույն կարգավիճակը, որովհետև իրանց գործողությունների հետևանքով Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ։ Եթե Նիկոլ Փաշինյանը մնում է վարչապետ, կալենդարն է փոխվում, հեսա հունիսը կվերջանա կդառնա հուլիս, հուլիսը կդառնա օգոստոս, կետան կհասնենք մինչև 26 թվականի ընտրություն, իրանց հենց դա էլ պետք է։ Ինչ կլինի այդ ժամանակ։ Որ իրանք իրար հետ մրցեն։ Նիկոլ կմնա վարչապետ, չէ՞։ Այո։ Իրանք դա էլ ուզում է։ Եթե քեզ թվում է, թե իրանք ուրիշ բան են ուզում, այ մարդի չեն բացառում, ինչ չեն բացառում, որ իրանք նաև Նիկոլի հետ փոխ համաձայնեցված գործողություններ են անում։ Դե կարող այդքան շնորհքել չունենան, որ փոխ համաձայնեցված անեն, բայց մի բան պարզ է, որ իրանք ցանկությունները, իրանք ծրագրերը մեզ քիչ է հետաքրում։ Մեզ մեր երկիրն է հետաքրում, նրա ճակատագիրն է հետաքրում, եւ եթե իրենք բավարար մրցունակություն չունեն խնդիրները լուծելու, որի համար ստացել են մեր ժողովրդի վստահությունը եւ փաստորեն հիասթափեցրել են մեկը ինձ որպես իրանց ընտրվելու համար ամենաակտիվ մասնակցությունը ցուցաբերած մարդկանցից ես 21 թվականի նախընտրական շրջանում ավելի մեծ ակտիվություն եմ ցուցաբերել նախընտրական որպեսզի իրանք ընտրվեն քան Արեգնազ Մանուկյանը կամ Ագնեսա Խամոյանը իրանք չեն էլ ցուցաբերել արքա իրանք նստած տունը սպասել են կարող է կանել հենց հանդիպումներին Քոչարյանի Շարասյանի հետ ֆռացել են բայց գյուղ գնան ասենք Գետափի Սորոսի բիսեդկա այդ իրանք չեն արել չեն էլ կարանեին ու ես հիմա հիասթափություն եմ ինձ համար իրանք այլևս ոչ մրցունակ այս քաղաքական դաշտում ոչ կենսունակ ոչ մրցունակ միավորներ են իսկ հաջողություն ոչ մրցունակ գործիչները վնա իսկ Նիկոլ Փաշինյանի մի անգամ պարտված մարդկանցով երկրորդ անգամ չի կարելի գնալ երկրորդ անգամ պարտվել Պարտվածը պետք է սպորտում ոնց է պարտված թիմը մրցելույթից դուրս է գալի չէ մնում են մենակ նրանք ովքեր որ կարան ձգտեն հաղթանակի ձգտեն հաջողության հիմա այդ թիմը թույլ է էսա թիմը դու վիճակի չես պայքարելու հիմա էլ վիճակի չես պայքարելու հետո էլ վիճակի չես պայքարելու այդ մարդկանցից պետք է ձեռ քաշել եւ դաշտում պետք է մնան միայն մրցունակ կենսունակ ուժերը, որպեսզի գոնե պայքարի եւ հաջողության շանսը լինի, հույսը լինի։ Հիմա ասենք ծրագիրը հրապարակի, ապուշել ասենք վերցեր ով չի գրի, ում էլ 10 տես մի հատ ցնդաբանություններ գրի, ասեն գախնի պլանը, Միստեր Ֆիքսն է։
У него есть план, мистер Фикс. Այդ որ Մոտիկա չէ բանը։ Նորա հայկի խնդրեք գտնի։ Հայկ էդի մուլտիկ է, պարոն Ղազարյանը ասում։ Էդի շատ են ունել, ինքն է երևի նոր տես է։ Ես թազա գրառումները արել Նիկոլ Փաշինյանը, նայել ես։ Ինձ բլոկ արա, ես չեմ կարող նայեմ։ Հիմա ես ասեմ, կարդամ, դուք ինձ կարող եք, ահա, պետականացման պլանը պատրաստ է, ես ասել է, որ Հայաստանի էլեկտրոցանցերի պլանը պատրաստ է, շատ շուտով կմտնենք գործնական փուլ, պրոցեսների եւ այլը։ Ստեյցսեմ։ Իսկ ուզենայի դուք բոլորը մեկնաբանեք, պարոն Ղազարյան ջան։ Ասում եմ մի մարդ հազարամյակներ առաջ ասել է. ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Այս արտահայտությունը արդեն հազարամյակներ փոթորկում է մտածող մարդկանց միտքը, բայց հիմա ոմանք ծաղրում են կրթվելուն, ավելին իմանալուն, կատարալագործելուն ուղղված շարժումը։ Այդ ոմանց բացի տխմարից ուրիշ ինչ անվանես։ Տես ասում է մի մարդ հազարամյակներ առաջ ասել է, ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Մի հատ էշ, մի հատ բան է ասել։ Չէ, անար մի հատ էշ, որ ոչինչ չգիտի, խոստովանել է, որ ոչինչ չգիտի։ Բայց այդ միտքը, որ ինքը մեջ բերում է, դա նշանավոր փիլիսոփա է։ Չէ, դե ինքը ասում է հազարամյակներ առաջ մի բան, ինքը այդ փիլիսոփանը տեն չի ասել։ Ինչքան շատ եմ իմանում, այնքան շատ եմ համոզում, որ ոչինչ չգիտե։ Դե ինքը չի հասկացել։ Հասկանում ես, հիմա այս մարդը մի քիչ ուրիշ, հիմա այս մտքին չեք ուզում անդրադառնալ, անցանք առաջ։ Էլեկտրացանցերն իմացա, որ սեփականաշնորհում է։ Հակառ չէ սեփականաշնորհում է, ձեռս խլում է։ Մարդը փողը տվե առել է։ Ձեռս առնում է սեփական։ Կտրիչ Ներսիսյանի խոսնակը հրապարակում է արել, թե ես իբր թլպատված եմ։ Պատրաստ եմ ընդունել Կտրիչ Ներսիսյանի եւ իր խոսնակին ու ապացուցել հակառակը։ Իսկ ինքը թողի վերջո պատասխանի հարցին։ Կուսակրոնության ուխտը խախտել է թե ոչ, զավակ ունի թե ոչ։ Հիմա ասում է ինքը թլպատված չի, ով է ստուգել դա։ Նախ Կտրիչ Ներսիսյան մարդ գոյություն չունի, սա սրբապղծության իր հերթական դրսևորումն է, որ ցանկացած հոգևորականի, այդ թվում եւ ամենայն հայոց կաթողիկոսի ավազանի անունով դիմելը, դա սրբապղծություն է, եւ դա կարող անել մեր սրբապիղծ մեր եկեղեցու դեմ պայքարի դուրս եկած։ Չէ, ինքը սա ինչ վերաբերում է իր թլպատվածը թե չէ, ինձ թվում է ես օրինակ շատ հիմնավոր կասկած ունեմ, սա այս վերջերս գնացել է Ստամբուլ։ Ստամբուլում ինքը գնացել է կապույտ մզկիթ։ Ասենք, եթե դու մուսուլման ես, չէ՞, եթե ծեսի չես, ասենք նամազի չես գնացել, կամ չես գնացել, որ քեզ ընդես սունյաթ անեն, կամ ասենք կարող է քեզ արդեն արել են, հիմա պետք է Ռուբինյանին անեն, դու լես քավոր, չէ՞։ Պատվիրակության կազմում, կամ կարող է տալ են Վահան Կոստանյանին, որ անեն փոքր է։ Դե հիմնականում կարծեմ ես շատ մանրամաս չգիտեմ, բայց կան գիտեմ երեխա ծնվելուց են անում։ Հիմա սրանց 8 օրական։ Սրանց խի են հիմա անում չգիտեմ։ Բայց բարձա հիմա մի ժամանակ օրինակ ինքը ուրեթում էր ամբողջ ժամանակ ուղիղ եթեր էր, չէ՞։ Նայ մենք իմանում ենք ինչ այլ է։ Հիմա մենակ իր օպեդա նույնիսկ ուրիշ լրատվամիջոց հետը չի գնում իր արտասան։ Մենակ կառավարության վարչապետի աշխատակազմի օպերատորն ու լուսանկար ոչ մի հայաստանյան լրատվամիջոցի լրագրող իր պատվիրակությունների կազմում չկա, որ այցը իր ուզած է, ասենք հիմա կարող է մի հատ ուրիշ լրատվամիջոց, դա դեն Factor TV-ից հետը մարտերներ, չէ՞։ Այդ բանը նկարել իմանայինք, որ գնացել անդե, որ մոլան իրան, չէ, բայց ինքը ասում է կանցնում է, հիմա ով պետք է ստուգի, որ ինքը թլպատված է թե չէ։ Վարչապետին վերաբերող տեղեկությունները ստուգվում են միայն վարչապետի մամլո խոսնակը։ Պետք է կարգ ասի, ով է իր մամլո խոսնակը։ Նազելի Բաղդասյան։ Այսինքն Նազելի Բաղդասյանը պետք է ստուգի, թլպատված է։ Բայց դա սպանը։ Չէ, բայց եթե պետք է մարդկանց տեղեկացնի, որ թլպատված է թե չէ։ Համենայն դեպս, եթե մի բան վերաբերում է վարչապետին, վարչապետը ինչով ազբաղվում է, ինչ արի եւ այլն, դա վարչապետի եւ հանրությանը դրա մասին տեղեկություն տա, ուրիշ ոչ մեկի խոսնակը դա չի կարող անի, բացի վարչապետի մամուլի խոսնակի։ Դա միայն վարչապետի մամուլի խոսնակի խնդիր։ Այսինքն Նազելի Հովհաննիսյանից պետք է հարցնի, ինչ? Բաղդասարյան։ Նազելի Բաղդասյանից պետք է հարցնի։ Հարցում կարան անեն, հիմա օրինակված է Նիկոլը, թե պատված չի պարտավոր է պատասխան։ Ես վաղ կանեմ այդ հարցումը։ Հա, չէ, եթե թրպատված է վարչապետը թե չէ, ու եթե թրպատված է, երբ հարվե,
ով արի Քավանովա։ Итак, Фокс едет в королевский дворец, мистер Фикс. Он туда не доедет, мистер Фикс. Есть ли у вас план, мистер Фикс? Есть ли у меня план? Есть ли у меня план? Что? Разумеется, у меня есть план, мистер Фикс. Я задержу этого Фога. Да. Խնդրեմ, ես էլ հիմա հաջորդը Կտրիչ Ներսեսյան, այսինքն մնացել եք մի քանի պոռնկաբարո հոգևորականների հույսին։ Ինչու մինչև հիմա կարկալուց չեն պոռնկության մեջ բացահայտված Զարե Քահանա կոչվածը եւ Սամվել Խաչատրյան կոչվածը։ Նորագրե։ Հա։ Որը ոչ միայն սեփական ընտանիքն է պղծել, այլև ձեր։ Ու բոլորը գիտեն այդ մասին։ Դուք անձամբ գիտեք դրա մասին։ Այդ Զարե Քահանան ես չգիտեմ։ Զրպարտություններ էլի, զրպարտություններ, ասեք ինչ դու մատ հələ մեկը հարցնի, ասի sense բան է, չէ՞ գրե։ Որտեղից գիտես։ Հայաստանում մարդու յուրաքանչյուր մարդու անձնական կյանքի իրավունքը սահմանադրությամբ պաշտպանված է։ Առանձին օրենք կա, որը երաշխավորում է անհատական տեղեկությունների պաշտպանությունը։ Հնարավոր է, այսինքն ես ձեր մասին, ցանկացած մեկի մասին, ուղղակի իրավունք չունեմ տեղեկություններ մանգամ, հայթայթեմ, փնտրեմ, գտնեմ, հրապարակեմ, իրավունք չունեմ։ Եթե պետական մարմինները իմանում են մեր մասին տեղեկություններ, այսինքն ես երեխա եմ ունեցել, գնացել եմ քաղաքացիական կացության ակտերում գրանցել եմ, չէ, ասել են ես երեխու հերը, ես եմ մայրը, կինս է, երեխու անունը ես ինչա, չէ։ Պետությունը իմանում է, չէ, դրա մասին։ Պետությունը իրավունք չունի իր իմացած տեղեկությունը, այլ անձի փոխանցի, հասկանում եք։ Դա որտեղ պաշտպանված է։ Ես կարամ ասեմ, կարամ ես իմ երեխեքի նկարները հրապարակեմ, ասեմ, ես իմ ընտանիքն է։ Ես իրավունք ունեմ իմ մասին տեղեկություն տարածեմ։ Ուրիշը իրավունք չունի, ասի, գիտես ինչ, այս ինչը դրանից երեխա ունի, իրավունք չունի։ Որտեղ չի կարա ինքը դա ճշտի, չէ, իմանա։ Դա ինչ-որ մի տեղից ձեռք բեր, չէ, դա հիվանդանոցից ձեռք բերի, ԴՆԹ-ի տվյալներ, պետական մարմնի աշխատող եթե իմացել է ինչ-որ մեկին տեղեկություն, այդ նա հանցանք է գործել։ Հիմա ինքը քանի որ գործադիր իշխանության ղեկավարը կարող է մեր մասին, տարբեր մարդկանց մասին տեղեկություններ է, չէ, տիրապետում։ Եթե տեղեկությունները հրապարակում ինքը հանցանք է գործում։ Եթե ինքը որպես անհատա տեղեկություն փոխրեք, թե էդ էլ է հանցանք գործում։ Եթե դա սուտ է ասում, ուրեմն դա զրպարտություն է, այսինքն բոլոր դեպքերում ինքը իրավախախտ է։ Բոլոր դեպքերում, որ տեսանկյունից նայես, ինքը հանցանք է գործում։ Օրինակ այսօր Արամ Մանուկյանը, Հակի Արամ Մանուկյանը հրապարակեց, որ չգիտեմ ում մայրը Տեր Հուսիկից էր գրել թե ինչ-որ էլի բան, որ այսինքն պարզ ասում է, թե ով ում զավակն է եւ այդ մարդը իրավունք չունի ընդհանրապես պարտություններից խոսա, իհարկե դա հիմա տեսեք, մի հատ էլ բացառիկ հայջան կարակ են պլան, հեղաշրջման պլան է հրապարակել Նիկոլը իր էջում։ Հա, էդի հիմա հրապարակել է, որ հա Սամվել Կարապետյանի նաև կարող է դրա համար, որ պլան է հրապարակել, ահա թե այս պլանով ուզում էին հեղաշրջում անել Հայաստանում եւ այդ պլանը հրապարակել է։ Հիմա գիտեք, ես նայեցի, այսինքն հիմա ով չի կարա վերցնի մի հատ A4-ում, մի հատ կոմպյուտեր, գրի, ձևավորել խմբեր, նրան ներգրավել ես ինչին, ու տպի print out։ Մեկը դնի բացահայտել ենք պլան։ Ասեք ով չի կարա դա գրի։ 10 էջ ասենք թե մի հատ տենց բան, ով չի կարա գրի։ Ասում եմ, Civic AM լրատվական Civic AM-ն էլ իրանց կուսակցության կայքն է։ Civic AM-ը լրագրողական հետաքննության, այսինքն մա դելեզում եմ անամ այդ Civic AM-ի լրագրողի անունը, որտեղից է գնացել դա մեկին հանձնարարեն, ասել են նստի տես մի հատ հիմարություն գրի, վերցենք դնենք ինտերնետ։ Հելավ բան, իշխանապողության պլան։ Այ քեզ բան, ծեր առնում էլ իրա դրա խելքը հենց դրանով կարաս չափես էլի։ Հա, այնա, պլանը դրեց, հիմա ասել մարդիկ նայում են, չէ։ Հիմա այդ նայող մարդկանցից թող մեկն ասի, ով չի կարա սրանից մի հատ գրի, այսինքն ասենք հիմա մտեք գերես ներգրավել այդ գործում
Հայաստանյաց առաքելական եկեղեցուն ներգրավել այլ կազմակերպությունների, այսինչ օրը կազմակերպել հանրահավաքը կազմակերպել այսինչի մասնակցությամբ, նրան մասնակից դարձնել 15000 մարդ, ստեղծել վրանային ճամբար, գերի, հետո, Չէ, շատ հետաքրքիր է, որ ես նայել եմ այս փաստաթուղթը, պարզ երևում է, որ ընդորում տարբեր բաներով է գրած, երևում է նույնիսկ ինչ-որ տեղերը ոչ թե գրած է, ինչ-որ մի տեղից վերցած, ուղղակի այդ բանի վրա դրած է։ Նույնիսկ տեղից, թուղթ, որ ինչ-որ մեկը ինչ-որ բան է կազմել, ես կարծում եմ այդ մարդը արդեն այնքան է շիզոֆրենիան եւ մանիա պրեսլեդվենեն իրան հետամուտ, որ բանը այլևս ինքը իսկապես լուրջ հոգեկան շեղման մեջ է։ Դրա համար եմ ասում։ Հիմա մենք շատ մեծ հույսեր ենք կապում իհարկե Սամվել Կարապետյանի, այն իմ ասած թեզը, որ ասել եմ Հայաստանում կապիտալը մի տեղ է, ինտելեկտը մի տեղ, հիմա վերջապես տեղի կունենա այս կապիտալի եւ ինտելեկտի համագործակցությունը, որպեսզի կարողանանք ազատագրվել այս թշնամի իշխանություններից, թե ոչ, ինչ եք կարծում։ Կարծում եմ, որ այո, այդ հնարավորությունը կա եւ իմպիչմենտի այս նախաձեռնությունը դրա լավագույն իրացման հնարավորություններից մեկն է։ Ընդ որում իմպիչմենտը դա ցանկացած ինքը ունի նաեւ ճկունություն, այսինքն ցանկացած պահի կարող լինի նոր նախաձեռնություն, կարող լինի քաղաքական քննարկումներ, որով նախաձեռնությունները միավորվեն, այսինքն եթե հիմա Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Այլմիջյանը այս վերջերս շատ կառուցողական մի հատ հարցազրույց էր տվել Հովիկ Աղազարյանը, որտեղ որ չէր բացառում որևէ ձևաչափով այլ նախաձեռնությունների միանալը կամ քննարկումներ, այսինքն եթե սկզբնական շրջանում իրենք ինձ թվում ավելի շատ Էդմոն Մանուկյանի հետ իրանց տեխնացուի ազդեցություններ էլի ոչ ապակառուցողական, որ մենք բոլորը մեզ միանա, մենք ոչ մեկին չենք բացի, եթե դու քաղաքական գործիչ ես, խնդիր ես դրել վարչապետին անվստահություն հայտնելու, դու ինչ ես քեզ դնում շրջանակների մեջ, չէ՞։ Եթե ազնվորեն դու ուզում ես վարչապետին անվստահություն հայտնես, բոլոր կոնֆիգուրացիաները պետք է դառնա քննարկման առարկա, խելամտության հետ, մեզ գլխավոր նպատակի լուծմանը։ Հիմա այս վերջերս Սալչորն ուզում է թե որտեղ էր հարցազրույց էր տվել, բավականին առողջ դատողությունների դիրքերից էր հանդես եկել, ինչը նշանակում է, որ գործընթացը կարող է նաև նոր զարգացումներ ունենա։ Ես կարծում եմ հասկացեք, սա գիտեք, ես կարծում եմ, որ Սամվել Կարապետյանի նաև իր հանրային կերպարով, նաև մյուս հանրային բոլորիս ներկայացել իհարկե պարզ է իր հեղինակությունը, իր ազդեցությունը խոչես համեմատը մյուսների հետ, չէ, օբյեկտիվորեն դա պետք է ամենքս մեր չափով, ոչ թե բոլորս որպես հավասար, դե ոչ ամեն մարդ իր հեղինակություն ունի, իր վաստակն ունի, իր կշիռն ունի, դա տրամաբանական է, չեն կարա բոլորն ունեն, բայց բոլորս ամենքս մեր չափով պիտի այս գործին մասնակից լինենք եւ այդ իմպիչմենտի գործընթացը հենց մեզ միավորող, դա ոչ թե ընդդիմությանը պառակտող, այլ միավորող գաղափարն է։ Պառակտվում է, երբ որ դրանից փախնում են, այսինքն հիմա Արեգնազ Մանուկյանը քանի որ փախել է այդ գաղափարից, ինքը պառակտում է ընդդիմությանը, պառակտել է մեր շարքերը։ Երբ որ սիրուն գա միանա ու միանա այս պայքարին, կլինի միավորում, այսինքն այս իմպիչմենտը ընդդիմությանը միավորելու համար է ստեղծված, ոչ թե պառակտելու։ Ոչ թե սա ընդդիմությանը պառակտում է, այլ ցանց է, ֆիլտրում է։ Ով է ընդդիմություն, ով է խափում, ով ընդդիմություն չի, բայց ձևանում է ընդդիմության անվան տակ։ Այս ցանցն է։ Վերջը կմնա ընդդիմությունը, որը որ կարծում եմ, որ կգա հաջողության։ Օրինակ ես ճանաչելով Հովիկին դեռ 90-ական միասին պատգամավորը, հավատացեք, ինչքան էլ ուզում է իր մասին, ես էլ եմ շատ խիստ բաներ ասել, բայց ինքը այն մարդն է, որ եթե անհրաժեշտությունն է եւ զգա, որ դրանով փրկվում են այս պատուհասից, ինքը անպայման այդ քայլը կանի, հենց որ ես կարծում եմ այս առումով հարկավոր է անալիզ։ Հիմա տեսեք, Սամվել Կարապետյանի խնդիրը, Նիկոլի այս բանի խնդիրը, եկեղեցու խնդիրը, վերջապես նաև բազմաթիվ այլ խնդիրներ։ Ինչ է կարծում, ինչքան կարող է ձգվել, որտեղ հանրությունը հիմա ես նայում եմ ովքեր հարցեր են բարձրացնում, որ երբ է վերջապես ինչ որ բան տեղի ունենալու, ինչ է երբ է նկատելի դառնալու։ Այդ ինչ որ բանը հիմա տեղի է ունենում, մնում է մարդիկ դրան միանան։ Այդ ինչ որ բանը, չէ, ասենք որ ասում ենք ինչ որ բան, սրանցից երբ ենք բռնում, այ Ղազյան ջան, նախ երբ ենք մենք սրանցից բռնում, չէ, այդ հարցն է, չէ։ Բռնելը ո՞նց պիտի լինի, պիտի Նիկոլ Փաշյանը իշխանությունից հեռացվի, դա պիտի կոնկրետ քայլերով, չէ, արտահայտված լինի, գործողություն, չէ, պիտի լինի։
Հիմա այդ գործողությունը չի կարող ասենց երևակայական բան լինի։ Դա պետք է ռեալ լինի, չէ՞։ Դա պետք է օրինական լինի, հնարավոր լինի, կարող է դժվար լինի, բայց պետք է հնարավոր լինի։ Impeachment-ից բացի ուրիշ ձև չկա, էդ էլ հիմա սկսել է արդեն։ Կան 6 պատգամավորներ, որոնք առաջադրել են վարչապետի տեխնացու, ասում են ուրիշ պատգամավորներ, Տիկին Արեգնազ Մանուկյան, ձերդ գերազանցություն, կլինի բաշխես ես քո ստորագրություն ես, որ մենք Նիկոլ Փաշինյանին անվստահեցինք, չէ, ես իմ ստորագրությունը տրել եմ սեյֆում։ Ինքներ գնացել մտել սեյֆը։ Հիմա մենք պիտի ես հասարակությունով սրանց բոլորին իրանց սեյֆերից անենք, իրանց ստորագրությունների հետ միասին։ Բերենք ասենք եկեք ձեր պարտականությունները կատարեք, ու դա վերաբերում է բոլորին։ Բոլոր 107 պատգամ Նիկոլ Փաշինյանին պիտի անվստահության կողմ քվեարկեն 107 պատգամավորներ, որովհետև այդ իրանց պարտականությունն է։ Ալեն Մանուկյան, ինչ է, այ Ալեն Մանուկյանը։ Ալեն Սիմոնյան։ Տեսու լվում անունը տալուցում անունը տվեցի էլի։ Ալեն Սիմոնյանը, Ռուբեն Ռուբենյանը, որ պատգամավոր են դառել, այդ դառել են այդ ժողովրդի քվեարկությանը, դառել են որպեսզի պարտականություն կատարեն, ոչ թե Ալիևին ծառայեն, այլ իրենց խոստումները կատարեն։ Մենք այդ մասին խոսացել ենք, պարոն Ղազարյան, որ մարդը դեմ տվեց եկեղեցու այս սուտ պատմությունը, որպեսզի ինքը իր սուտ կրքից կառավարության ծրագրից, որ ընդունել է ազգային ժողովն հաստատել է, դրանից կտրի բոլորին, այսինքն քանի որ դուք դա եք պահանջում, որ այս մարդը իր ծրագիրը խախտել է, եւ ծրագիրը խախտելու համար ինքը պարտավոր է հեռացվել, ինքը մտավ այդ եկեղեցական պատմության, որ ամբողջ ուշադրությունը ժողովրդի շեղել։ Բայց չի կարա։ Չի կարա, որտեվ այս պատգամավորները ամեն անգամ այդ ծրագիրը պիտի բերեին, կողեին իր համապատասխան տեղը։ Ամեն օր պիտի բերեին, ամեն նիստից առաջ գալիս է հոպ մի րոպե։ Ով է գրել։ Դուք եք հաստատել։ Չի կատարել։ Ինչ պիտի անեք։ Հիմա պիտի կատարեք, չէ՞։ Դա ժամանակ Նիկոլը եկեղեցուն ոչ մեկին չէր կարող կապնել, այնպես որ ցավոք սրտի միջազգային խնդիրներին էսոն չանդրադառնա։ Չհասցրեցինք արդեն մենք էլ հոգնեցինք, ժողովրդին ենք հոգնացել։ Իմ սիրելի բարեկամներ, այն նախաձեռնությունը, որ սկսել է Նարեկ Մալյանն ու Էդգար Ղազարյանը, իր տրամաբանական ավարտին հասնելու է։ Նիկոլ Փաշինյանը հեռացվելու է, ինչքան էլ իրան գժի տեղ դնի, իրան ապուշի տեղ դնի, ինքը այս ժողովրդի, այս երկրի Արցախի հայության թշնամին է, թշնամին պետք է հեռացվի։ Հիմա, որպեսզի շատերը դες բտավախություններին ախր եւ այլը, դրա համար Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը ձեզ առաջարկում են լրիվ օրինական ճանապարհ, սահմանադրությունից ու օրենքներից բխող։ Ես որ ես կարծում եմ բոլորս պարտավոր ենք աջակցել։ Շատերը ինձ հարցնում են, ախր մեր գործը խոսալն է, երբ որ ես 18 թվականին, տեղի ունեցավ այս իշխանազավթումը հայ ժողովրդի թշնամիների կողմից, ինչու ես հիմնեցի այս լրատվամիջոցը։ Եվ ինչու անցա այս, որովհետև այն ժամանակ ես անկեղծ եմ ասում, հիմա շատերն են ասում, մենք 18 թվականից, գլուխները պատով են տալիս։ Շատ քիչ մարդիկ էին, որոնք 18 թվականի հայտարարեցին, որ Նիկոլը մինչև իր վարչապետ դառնալը, այս ազգի թշնամին է եւ իր վարչապետության օրոք ամեն ինչ հնարավոր է, ընդ որում սցենարը գրվել է մանրամասն։ Եվ հասկանալով, որ Հայաստանում մի օր ազնիվ խոսքը, բաց խոսքը փակվելու է, ստեղծեցիք ընկերներով այս լրատվամիջոցը։ Այն ժամանակ շատերին է ես համոզում գալ իմ եթերից, վախենում էին, մարդիկ չէին գալի եթերից ելույթներ չէին ունենում։ Ստիպված ես իմ վրա վերցնում էի այդ քրեական 7 հատ քրեական գործերը, որտեղ ամեն մի ելույթից հետո քրեական գործերին հարուցում իմ վրա։ Եվ ես սկսեցի հաղորդում վարել, չլինելով երբեք լրագրող չեմ եղել, որպեսզի ինքս վարել, որ ուրիշները, որ վախենում էին, հարվածի տակ չընկնեն։ Հայտնվեցին շատ քաջ մարդիկ, քաջ, անվերապահ քաջ։ Սկսած մեր տեխնիկական Հայկից, Սինդոյան, Ռաֆիկից, Հակոբից, Լուսինեից, Ժաննայից, հիմա եթե մեկի անունը մոռանամ, խնդրում եմ ինձ ներեն, մարդիկ ովքեր իսկապես հերոսություն ցուցաբերեցին եւ անվախ եկան ու այս կայքում սկսեցին աշխատել։
որտեղ բոլորի գլխից էլ վտանգ կախված էր։ Նիկոլը այն ժամանակ հայտարարակ հեղինակություն ուներ, իսկ դրա մասին որևէ վատ բան ասելը կարող է քեզ փողոցում փրտիկ անեին, որտեղ ոչ մեկը չէր գիտակցում, որ թշնամուն է տվել իշխանությունը, որը դանդաղ է սպանել իրանց, հիմա էլ հոգեվարքի մեջ է որոշել է արագացնել այդ գործընթացները, դրա համար է ասեն կատաղած հայախառն եւ այլ, այդ բառերով այս ամեն ինչը դրա համար ժողովուրդ ջան, մեզանից ամեն մեկը, ինչ որ ասում են խոսում ես, այսօր ես մենակ խոսալու հնարավորություն ունեմ, ցավոք սրտի։ Միջոցներ, նույնիսկ հիմա հեսա, պարոն Ղազարյանը գիտի մեր հենա նստել է ջարդած աթոռի վրա, ներողություն եմ խնդրում, ազնվորեմ, պարոն Ղազարյան, հաստատեք, որ մի կերպեք, բայց հիմա հնարավորություն չկա, որ այս առնենք, այսին 10 տարվա աթոռների վրա նստած, մի կերպ, ուրեմն այս միկրոֆոնները, որ այդքան շատերը գնում են ձայնը ցածր է, ձայնը վատը չի, Հայկը ձեզանից շատ, ամեն օր, առավոտը մեկ, իրիկունը մեկ, պարոն Իսագուլյան, Գառնիկ ջան, երբ ենք ճարելու, ախր մեզ պետք է նոր ծրագրեր, ուրիշները արդեն նորագույն ծրագրերով են, մենք դեռ հին ծրագրերով մի կերպ յոլ, այո, իրանց չարչարանքի, իրանց տանջակի գնով է, որ կարողանում ենք պահել այս կայքը, ընդ որում անվարձահատուց են մարդիկ անում։ Սա է, հիմա մենք գոնե այս միջոցը օգտագործում ենք, վտանգելով մեր կյանքը, մեր ամեն ինչը։ Էդգարը, այնի աշխատանքի ինչ անում է Էդգարը, 100 պատգամավոր իրար հետ Էդգարի 1000-րդը չեն անում, այդ չեմ ասում, որ ընդդիմադիրները ճիշտ հակառակը խանգարում են Էդգար Ղազարյանին, բայց մարդը էլի անում է, օր ու գիշեր։ Հիմա դուք մի բան էլ դուք արեք, դուք մտածեք, դուք ոնց եք օժանդակում եւ օգնում։ Հենց որ ես կարծում եմ այսօր այսքանով բավարարել է։ Շնորհակալություն։ Ես կարծում եմ շուտով ընդդիմադիր մեր պատգամավորներից որոշները մամլո ասուլիսներ կտան, էլի ելույթներ կունենան եւ մեկ առիթ կունենանք իրանց ուղղակի Հուսով եմ քիչ խոսեմ։ Բայց մի բան էլ ավարտվեց ոնց որ կամ գոնե առայժմ այդպես հայտարարություններ ավ եւ Բեզեշկյանի եւ Նաթանյահուի եւ Թրամփի կողմից որ այդ պատերազմը ոնց որ թե ավարտվում է կամ ավարտվել է, լավ է որ այս ընթացքում արտարոց որևէ բան տեղի չունեցավ, բացի այն որ Նիկոլ ամբողջությամբ գնաց պարկեց Էրդողանի ու Ալիևի ոտերի տակ եւ հասավ նրան, որ այդ կազմակերպությունը իսլամական ուրեմն համագործակցության կազմակերպությունը հակահայ հայտարարակ հայտարարություն ընդունեց եւ հիմա ցնցություն է Ադրբեջանում, իսկ մեր ոչխարը վախենում է մի հատ ծպտուն հանել։ Եվ անչափ կարևոր էր որ հասկանայինք, որ Աթեշյանը, Պոլսո պատրիարքը ոչ թե հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից է, այլ Նիկոլի, Էրդողանի, Ալիևի հետ միասին նախաձեռնում են, որ եթե չստացվի կոշտ ձևով հայ առաքելական Սուրբ եկեղեցին կործանել, ապա իրանք թավշյա հեղափոխություն անեն եւ ուրեմն այն ելույթը այն հայտարարությունը որ արել է Աթեշյանը, խնդրում եմ միամտաբար մեր փորձագետները ողջունել են Պոլսո պատրիարքի այդ պատերազմը, չէ, այդ սողացող ստորագույն հեղափոխության գլխին է ուսում կանգնել Պոլսո պատրիարքը ցավոք սրտի եւ շատ քչերն են գիտակցում ուշադիր կարդացեք իր հայտարարությունը որտեղ շատ ծևով սպիտակի վրա գրած է այն որ իբրև թե ինքը պաշտպանում է նորին սրբություն տերտեր Գարեգին երկրորդ հայրապետին դա խայծն է որտեղ դրանից հետո վսեմաշուկ Հայաստանին վսեմաշուկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ այլը եւ բարձ է գրում որ առայժմ քանի ինքը կաթողիկոս է մենք բան չենք կարող անենք բայց 26 թվականին սպասվում է եկեղեցական ներկայացական ժողով եկեք դա ազգային եկեղեցական ժողով դարձնենք ընդ որում շատ բարձ է ասում եւ այնտեղ մենք ինքներս կորոշենք կաթողիկոսի հարցը այսինքն ստորաբար ուզում է նենգափոխել իրականությունը եւ Նիկոլին հաստատ Էրդողանին նաեւ Ստամբուլի նահանգապետին ու Ալիևին խոստացել է որ եթե Նիկոլին չհաջողվի այդ հեղաշրջումը անել սա իմ տեսակետն է իմ վերլուծությունն է ես նայում եմ հայտարարությունները նայեք ուշադիր եւ տողերի տակը հասկացեք ինչ է ասում իսկ վերջի այդ իր ելույթում բանավոր արդեն պարզ ասեց որ մեզ
թուրքերը չէ որ սբանած են, մեզ հայերը սբանած են բոլսո մեջ, մեր եկեղեցին համայնավարեր ու Ստալին քանդած են, թուրքերը ոչինչ ըրած չեն, ուշադիր լսեք իր ելույթը, եւ կասկանաք որ թուրքերի ուղերձն է, որ հայ ժողովուրդ քո թշնամին ռուսն է, քո թշնամին հայն է, թուրքը քո բարեկամն է, այ դա է Աթեշյան, ճիշտ եմ ասում ազգանունը, Մաշալյան դա Աթեշյան, արդեն ազգանուններն եմ, կներեք հանկարծ ուղղեմ եթե սխալ եմ ասել, որպեսզի բան չստացվի որ բան է Բոլսո հայոց պատրիարք մի րոպե բացեմ որպեսզի ազգանունը կարդամ Բոլսո հայոց պատրիարք Սահակ arczepiskop Մաշալյան ես ինչ էի ասում Մաշալյանն էի ասում եթե Մաշալյան եմ ասել ուրեմն շատ ճիշտ եմ ասել որտեղ իր այս հայտարարությունը ուշադիր նայեք ընկերներ ինքը ասում է թե ինչու մենք հիմա հայրապետի վրա չենք կարող խոսանք որտեղ հայրաքելական սուրբ եկեղեցու ինչ-որ բան կա բայց ասում եմ մենք լուծումը կտեսնենք համբերությամբ 2026 թվականի ընտրությունները սպասելու մեջ եւ տեսեք ինչ է ասում շատ վտանգավոր որ արդեն մայր աթոռ 2026-ին եկեղեցական ներկայացուցիչ ժողով հրավիրված է նույնիսկ կարելի է ասել որ այդ վերածվի ազգային եկեղեցական ժողովի ունդեղ մեկ մեր հարցերը կլուծենք այսինքն մարդը ուզում է ներքին հեղաշրջում կազմակերպել այսինքն Նիկոլի ասած թավշյա հեղաշրջում անել Նիկոլեն խիստ ոստիկանն է իսկ Սահակ դրանը միշտ մոռանում եմ Մաշալյանը փափուկ ոստիկանն է Ես որ պարոն Մաշալյան, դեր մտադրությունները այնքան պարզ են։ Դե լավ, այսքանը բանն եք ավելացնելու։